Եվս 2 ամիս Արշակ Սրբազանը կալանավորված կմնա։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը 12 ժամ է անցկացրել խորհրդակցական սենյակում որոշումը հրապարակելու համար։ Ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կարողանան այցելել։ Արսեն Բաբայանի համար անսպասելի չէ դատարանի որոշումը։ Չեմ ստացել որոշումը։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեում, երբ Սրբազանը հայտնի տեսագրությունների համար հերթական հարցաքննության էր կանչվել։ Նրան մեղադրում են 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց գցելը կազմակերպելու համար։ Մամուլում էլ տեղեկություն էր տարածվել, թե կորել է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույց համարվող թմրամիջոցի գլանակը։ Քննչական կոմիտեն առանց մեկնաբանության էր թողել լուրը։ Արսեն Բաբայանին քննիչն այսօր ասել է թմրամիջոցի գլանակը չի կորել։ Փաստաբանը սակայն գլանակը դեռ չի տեսել։ Քննիչը կատեգորիկ երկեց, ասես նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել իրականորեն։ Ասում է թե այո, նա ասեցի կարող եմ հայտնել լրատվամիջոցները հարցումին, ասեց այո, կարող եք, որտեղ խնդիր չի։ Չեք ուզում տեսնել իսկապես։ Հիմա այս փուլում չենք կարող։ Բաբայանը բողոքարկելու է Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգելու դատավորի որոշումը։ Դատարանի բակում հավաքվածներին երկուշաբթի էր ողջունել Արշակ Սրբազանը բանտախուց գնալուց առաջ։ Սրբազանն այսօր դատարան չի գնացել։ Հավանաբար կանխած գալով, որ եւս 2 ամիս անցկացնելու է բանտախցում։ Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։